Այսօրվա այս փոփոխվող աշխարհում շատ ավելի կարևորում է հենց եւ Միջին Միջանցքի դերը եւ Հարավային Կովկասի դերը եւ նոր լոգիստիկ հնարավորությունների դերը շատ ավելի կարևորում են։ Եվ այս առումով մեր տարածաշրջանի ավելի կարևոր նշանակություն է ստանալու թեկուզև եւ Եվրոմիության համար, եվրոպական երկրների համար, ինչու՞ չէ նաեւ հեռավոր արևելքի երկրների համար։ Եվ զուգահեռներ շատ են գնում, կոնկրետ Կենտրոնական Ասիայի հնարավորությունները արդեն սկսում են շատ ինտենսիվ օգտագործել Ադրբեջանը տարիներ շարունակ ապահովել է տրանզիտ հնարավորություններ, ինքը ակտիվ մասնակցում է։ Հիմա Հայաստանն է հնարավորություն ստանալու այլ ընտրանք է, որտեղ մարդկանց բիզնեսին արդեն հնարավորություն կտրվի, որն է ավելի ձեռնտու, որը ավելի ձեռնտու չի լինի։ Բայց ընդհանրապես մենք նայում ենք սովորաբար, երբ որ նման հնարավորություններ է տրվում, նայում ենք տրանսպորտին, երկաթուղային կամ ավտոմոբիլային, բայց սա միայն դա չի։ Սա էներգետիկա է, սա նոր տեխնոլոգիաներ են, ես նկատում եմ ինտերնետ, կաբելային հնարավորություններ, սա ընդհանրապես ծառայությունների փոխանցման հնարավորությունն է, որտեղ աշխարհն է հիմա փոխվում, տնտեսության բովանդակությունն է փոխվում, եւ երբ որ աշխարհագրորեն նայում եք քարտեզին, ամենահարմար ճանապարհը միշտ եղել է հենց մեր տարածաշրջանով անցնող ճանապարհը։ Դա եղել է ի վերջո հայտնի մետաքսի ճանապարհներից մեկը, որը շատ արդյունավետ է եղել, որը աշխատել է, ինչ-ինչ պատճառներով այդ ճանապարհը կտրտվել է եւ չի օգտագործվել, իսկ վերջին 30 տարիներից 88 թվականից հետո կամ 91 թվականից հետո ընդհանրապես չի օգտագործվել։ Նորից եմ կրկնում, այստեղ ես ապագային լավատես նայելու հիմքերը նրանում եմ տեսնում, որ կա ամենակարևորը քաղաքական կամք եւ որոշում։ Եվ մենք պետք է կարողանանք այս շարունակականությունը ապահովել։ Եվ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ադրբեջանի հետ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ, դրանք լավագույն նպաստող գործոններն են լինելու։ Եվ մի բաներ կա, որ մենք անպայման պետք է անենք մեր ժողովուրդների, մեր քաղաքացիներին, պիտի տրամադրենք մասնակից դառնալ այս գործընթացներին։ Սա մի աշխատանք է, որը պահանջում է ժամանակ։ Եթե նախագահ եւ վարչապետը երկու երկրների ղեկավարները կարողացան ընդամենը շատ կարճ ժամանակում, որտեղ իրականում կարճ ժամանակ, մեր ասենք 2 տարվա ընթացքում հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալ, այս ամենը մեր հասարակություններից պահանջելը ճիշտ չի, որովհետեւ մարդկանց պետք է իր մեջ այդ հաղթահարեն այն խնդիրները, որոնք արհեստականորեն կամ բնականորեն կան։ Եվ ես հույս ունեմ, որ մենք երկու երկրներս եւ Ադրբեջանը եւ Հայաստանը այս ուղղությամբ աշխատում ենք եւ կշարունակենք աշխատել եւ մեր քաղաքացիներին, մեր հասարակությանը իսկապես մասնակից կդարձնենք մեր սկսած նախաձեռնած խաղաղության հարատեվությանը։